Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրություններ հասցեագրել իրավապահներին հրապարակումներում չտալ ուժերի անուններ։ Պրոցեսը գիտենք, հետո եղավ իրավապահների պատասխանը, դրանից հետո ԿԸՀ-ն որևէ լրացուցիչ գործողություն ձեռնարկել է այս հարցը կարգավորելու համար, թե պատասխանով բավարարվել է։ Պատասխանով բավարարվել։ Բարի։ Ի վերջո, որպես ընտրությունների կազմակերպող եւ անցկացնող հիմնական մարմին, ԿԸՀ դիրքորոշումը որն էր այդպիսի հայտարարությունները կարող էին ազդել ընտրողի կամքի վրա, թե ոչ։ Հակակոռուպցիոն կոմիտեային հայտարարությունները, որտեղ օգտագործվել են մասնակից ուժերի անուններ եւ այլ բովանդակություն, կարող էր ազդել ընտրողների կամքի վրա, թե ոչ։ Ճիշտն ասած, չունենք տենց մեթոդաբանություն, որ կարողանանք ասել կարող էին ազդել, թե չէ։ Նման քննարկում ունեցել եք հասկանալու համար հարցը կարող է ունենալ ազդեցություն, թե ոչ։ Գրությունը գրելուց առաջ քննարկում ենք ունեցել եւ մեր դիրքորոշումը գրությամբ արտահայտված է բնականաբար չմիջամտելով այլ պատկան մարմինների գործունեությանը։ Որի 17000 քվեաթերթիկների անվավերության հիմքերի վիճակագրություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե 17000-ից քանիսն է օրինակ անվավեր ճանաչվել նշման պատճառով, քանիսն է ճղված լինելու պատճառով, քանիսն է երկու թերթիկ լինելու պատճառով։ Ոչ, չունի, որտեղ դա իրականացվել է թվով 2005 տեղամասերում, նման պահանջ տեղամասային հանձնաժողովներին ներկայացված չի եղել, որ հուքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին, բայց այդ հարցին պատասխանել ենք, որ իրականացրել են տեղամասերի իրենց գործառույթները օրենքի պահանջներին համապատասխան։ Ենթադրում եմ նույն պատասխանը նաև թե դրանցից որևէ օրուժին է ուղղված եղել քվեաթերթիկներից։ Որ ուժը որքան անվավեր քվեաթերթիկ է ունեցել, չէ։ Ես պիտի ուղղակի լրացնեմ, որ ըստ էության անվավեր քվեաթերթիկները դրանք եւս ընտրողի կամքն են։ Այսինքն թե ինչ պատճառով է անվավեր, դա այդ պատճառը եւս ընտրողի կամքն է։ Եվ այն հանգամանքը, որ 637 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում որոշակի անվավեր քվեաթերթիկներ այնուամենայնիվ գնահատվել են վավեր, դա արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների գնահատողական իրենց հայեցողական մոտեցումն է եղել, որովհետև ընտրական օրենսգրքով ըստ էության անվավեր քվեաթերթիկը գնահատվում է հանձնաժողովի անդամների կողմից։ Բարի, պարոն Ավագիմյան, մենք տվյալ ունենք, ավելի ճիշտ ոնց հասկանամ պատասխանից չունենք, թե օրինակ քանի քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեց ծալված լինելու պատճառով։ Մենք կարող ենք օրինակ կասկած հայտնել, որ դա ընտրողների հետ բավականաչափ աշխատանք չտանելու արդյունք կարող է լինել, ոչ թե պրոտեստի ինչ-որ դրսևորում։ Այսինքն եթե լինեի որոշակի քանակի ծալված քվեաթերթիկ, պարզապես ընտրական պրոցեսների թերի կազմակերպման արդյունքում ընտրողները չպատկերացնեին, որ չպետք է ծալեն քվեաթերթիկը։ Տեսեք, ընտրական օրենսգրքի եթե չեմ սխալվում 68 հոդվածը, 67 ասում է քվեարկության կարգը, 68-ը անվավերների գնահատումը։ Անվավերների գնահատումը, եթե չեմ սխալվում, 68 հոդվածն է, որը որ շահադրում է, թե ինչպիսին պիտի լինի, այսպես ոնց պիտի գնահատվի։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները այդ կարգով էլ գնահատել են։ Ընտրեմ հարցից մի շարք։ Նման վիճակագրություն վարելու պահանջ ընտրական օրենսգիրքը չունի, որովհետև ընտրական վիճակագրություն չեք վարում, ինչպես եք կարող ասել, որ 17000 քվեաթերթիկն էլ ընտրողի կամքի դրսևորումն ա եղել, ոչ թե շփոթմունքի արդյունք։ Որովհետև կրկնում եմ, անվավերության պատճառները տարբեր են։ Եվ դրանք շահադրված են, եթե պատճառները տարբեր են, ինչպես եք պնդում կատարում, որ 17000 քվեաթերթիկ որովհետև այդ պատճառի համար ընտրողը պիտի կամք եւ գործողություն անի։ Բարի։ Բացատրություն կա, թե ինչի 90000 դեպքում անհնարին է եղել տեխնիկական սարքերով նույնականացումը, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կազմակերպում ընտրությունների եւ պատասխանատու նաեւ տեխնիկական հագեցվածության պատճառով, եւ այդ բոլոր մասնագետներն էլ համապատասխանաբար ենթարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս կամ այն եղանակով, ինչ պատճառով է 90000 անձնագիր անհնարին եղել նույնականացվել։ Արդյոք մենք ունենք սարքերի անսարքության խնդիր,
թե արդյոք քաղաքացիները ունեն անձնագրերի անսարքության խնդիր։ Ճիշտ ասած, տենց չի արտահայտվի անձնագրերի անսարքության խնդիր, կա պահպանության խնդիր երևի քաղաքացիների մոտ, ինչ վերաբերում է տեխնիկական սարքավորումներին, այո, ունեցել ենք անսարքության դեպքեր, որոնք եւ նախորդ օրը եւ քվեարկության օրը վերացվել են։ Ես իմ ելույթում նշեցի, որ բոլոր 1996 տեղամասերում տեխնիկական սարքավորումներով են ապահովել քվեարկությունը, ինչ վերաբերում է անձնագիրը կամ նույնականացման քարտը չընթերցելուն, ապա դրա վերաբերյալ եւս խոսել եմ եւ ընտրական օրենսգիրքը այդ հնարավորությունը թույլատրելի է համարում։ Եվ հաջորդը ունենք անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ լիազոր մարմնի կողմի տված, որը չունի MRZ դաշտ։ Այդ դեպքում որևէ կերպ քան ստեղնաշարի միջոցով տվյալը սարքավորման մեջ ներմուծելու հնարավորություն չկա։ Նման տվյալներ վերլուծել են վիճակագրություն կա, թե որ դեպքում բացակայության պատճառով եղել, որ դեպքում աշխատության, որ դեպքում սարքիչության։ Բարի։ Զինվորների քվեարկության տեղամասերը, այսինքն այն տեղամասերը, որտեղ անվերության հիմքեր են առաջացել, բնականաբար երբ որ ժամը 8 է եկել այլ քվեարկությունը շարունակվել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես ինչ որ ձև պետք է իրազեկված լիներ, որ քվեարկությունը շարունակվում է, առավել ևս որ դա 10 րոպե 20 րոպեի հարց չի եղել։ Հարցը տեղամասի հանձնաժողովի հետ կոմունիկացիա ունեցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ տարածքային հանձնաժողովները այս հարցի կապակցությամբ մինչև քվեարկության ավարտը։ Կոմունիկացիան եղել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ եւ կոմունիկացիան եղել է ըստ ընտրական օրենսգրքով, երբ որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հազանգել է, որ ունեն իրավիճակ, որ կան ընտրողներ, որոնք որ հնարավոր է մինչև ժամը 8-ը չհասցնեն քվեարկել, կոնկրետ իմ կողմից, նաև անդամների կողմից ովքեր որ կոմունիկացիայի մեջ են եղել է սա հղում ընտրական օրենսգիրքին, որ 20:00-ի դրությամբ քվեարկության սենյակում, այսինքն տեղամասը փակվում է եւ 20:00-ի դրությամբ քվեարկության սենյակում ովքեր այն ընտրողները, ովքեր քվեարկության սենյակում են, իրենց պիտի հնարավորություն տրվի քվեարկելու եւ նոր դրանից հետո տեղամասը ամբողջությամբ քվեատուփը փակվի, այսինքն դուք դա ասել եք տարածքային հանձնաժողովի նախագահին, չէ, երևի նախագահին, կարող է նախագահն ա եղել, զանգել են ասել եմ աջակցել, անձամբ եք ասել։ Մի դեպքում հաստատ երևի անձամբ ասած կինեմ, որ ինձ զանգացել են։ Հստակ եք ձևակերպել, որ թույլատրվում է միայն այն անձանց, ովքեր գտնվում են քվեասենյակում։ Այո, ընտրական օրենսգիրքն է այդպես ասում, ոչ թե Իսկ ես եմ դա ասում։ տարածքային հանձնաժողովի նախագահը հստակ է այդ տեղեկատվությունը փոխանցել տեղամասային հանձնաժողովին։ Կարծում եմ այո։ Իսկ ինչն է պատճառը, որ այդ կարգավորումը չի պահպանվել։ Ըստ էության դրա գնահատականը արդեն տրվել է մեր որոշումներով եւ այդ որոշումների նյութերը դրա համար ընտրական օրենսգիրքը սահմանում որ պիտի ուղարկվեն դատախազություն ու այդտեղ թերացումները թե ով ինչ եւ այլ, այսինքն ընտրական օրենսգիրքը դրա համար ինքը պահանջում որպեսի երբ որ տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվելուց հետո նյութերը ուղարկվում են դատախազություն ձեր հարցի պատասխանները, որպեսզի հետագայում մտնեն։ Իսկ դա որ ժամին ա եղել, երբ որ դուք այդ զգուշացումը տվել եք։ 8-ին պակաս ա եղել։ 80 8-ին պակաս։ 8-ին պակասից, երբ որ հետագայում տեղեկացել եք, որ ժամը 9:10-ն է այդ քվեարկությունը շարունակվում է, հարցադրումներ կատարել եք թե ինչ։ Այդպես 9:10-ը ես չեմ հիշում, որ 9:10-ը այնտեղ մենք արդեն երբ որ անդադ այդ աշխատանքի ընթացքում գնում էր ընդհանուր տեղերից ամփոփումները ըստ էության այդ տեղերի հետ կապված երկու տեղերի հետ կապված ավելի ուշ արդեն համացանցում կադրեր հայտնվեցին եւ այլ, այսինքն բողոքներ եղան, արդեն այդ ժամանակ մի տեղում արդեն ավարտված էր, այսինքն երբ որ մենք նորից տեսագրությունները ստուգեցինք, արդեն ավարտված էր, մի տեղում կոնկրետ 35-65-ում, երբ որ
ահազանգել հարցրել ենք, այսինքն շարունակվում է դեռևս այնտեղ քվեարկություն, այսինքն կա բողոք, այդ ժամանակ դրանից, եթե չեմ սխալվում, մոտավորապես երևի մի 5-10 րոպե հետո քվեարկությունը ավարտվել է։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ տարածքային հանձնաժողովի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվ չի վերահսկել իրավիճակը, միայն զանգվածային լրատվության միջոցներից է տեղեկացել խնդրի մասին։ Ոչ, չեք կարող։ Այդ դեպքում ինչպես տեղեկացաք, եթե ոչ զանգվածային լրատվության միջոցներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ոչ չեք կարող։ Լավ, բարի, ընդունեցի, որ չեմ կարող, բայց այնուամենայնիվ կարողացավ այդ հարցադրումը կատարեցի։ Եթե զանգվածային լրատվության միջոցներից եք իմացել, իսկ այդ քվեարկությունը ավարտվել է բավականին ուշ։ Այդ մի քանի ժամվա ընթացքում կենտրոնական դրական հանձնաժողովը, տարածքային ընտրական հանձնաժողովը չի վերահսկել այդ տեղամասում ընտրության, այսինքն քվեարկության շարունակության փաստը։ Ես կարծում եմ, որ դատախազությունը այդ գործընթացը կուսումնասիրի ու ձեր հարցերի պատասխանը կտան Դատախազությունը կարող է ձեզ, այսինքն քննչական մարմինը կարող է ձեզ կանչել առանձին հարցաքննել այդ բանի վերաբերյալ, բայց մենք հիմա խնդրում ենք այդ պատասխանները տալ բարձր դատարանին։ Ես ձեզ ներկայացրեցի այն ինչ որ ինձ հայտնի է։ Այսինքն դուք խնդիր անտեսել եք այնքան ժամանակ, քանի դեռ զանգվածային լրատվության միջոցներում թույլ տվեք հարցը ավարտեմ։ Քանի դեռ զանգվածային լրատվության միջոցներում այդ հարցը չի բարձրացել։ Ձեր հարցի մեջ կար որակում, խնդիրը չի անտեսվել։ Ես դա բավարարված եմ ձեր պատասխանի բացակայությունից։ Հարգելի պատասխանող, կարող եք ասել, թե ԿՀ-ն որքան դիմում է ստացել վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ։ ԿՀ-ն ստացել է մոտ 70 դիմում, բայց ինչ անշակում վարչական վարույթ Օրինակ ընտրախախտումների վերաբերյալ կարելի է պատասխան Հայաստան Դաշինքի կողմից խնդրվել էր տրամադրել ինչ որ տեխնիկական հարցի լուծում կամ դրանով վարույթ չի հարուցվել։ Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ քանի դիմում եք ստացել։ Ընտրական խախտումների վերաբերյալ, որով լիազորված եք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարույթ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել։ Ես կպատասխանեմ, հիմա կնայեմ, կհաշվեմ, ձեզ կասեմ։ Հաշվարկ որպես այդպեսին չեմ վարել։ Շատ լավ։ Եվ 258 որոշման մեջ կարծեմ նաև գրված է սուբյեկտային կազմով դիմումների ներկայացված լինելու քանակը։ Շատ լավ։ Իսկ քանի վարույթ է հարուցվել։ Նաև կասեմ լրացուցիչ։ Հետևաբար նաև չեք կարող ասել, թե քանի վարույթ է բավարարվել։ Շնորհակալություն։ Կհիշեք արդյոք կոնկրետ Արդիկ համայնքում վարչական ռեսուրսի կիրառման դեպքի արդիվ բարձրաբանեմ, որ դա վերաբերում է աշխատանքային օր աշխատանքային ժամին Արդիկ համայնքում նույնականացված 24 համայնքային ծառայողների կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ փաստահավաք զեկույցին, որը տրամադրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ինչն է արգելել, ինչն է խոչընդոտել, որպեսզի այդ դեպքով իրականացնեք վարչական վարույթ։ Ըստ էության վարչական ռեսուրսի հնարավոր չհաշահման վերաբերյալ դիմումները, եթե չեմ սխալվում, բոլոր դիմումները ստանալու դեպքում մենք անմիջապես ուղարկել ենք դատախազություն։ Ինչն է խոչընդոտել, որպեսզի դուք իրականացնեք օրենքով ձեզ վերապահված լիազորությունը։ Մենք իրականացրել ենք օրենքով մեզ վերապահված լիազորություն։ Դուք լիազորված եք իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական վարույթ, դատախազությունը լիազորված է իրականացնել քրեական վարույթ։ Իմ հարցն է, ինչն է խոչընդոտել իրականացնել վարչական վարույթ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձագանքը կոնկրետ դիմումներին, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունն է եւ այս դեպքում մենք օգտվելով մեր լիազորություններից դիմել ենք դատախազություն։ Դա եւս մեր լիազորությունն է եւ այս դեպքում նաեւ մենք ունենք մի դեպք, որ եթե չեմ սխալվում վարչական դատարանը նաեւ այս խնդրին է անդրադարձել։ Այո, մենք օգտվել ենք մեր
այսպես ասած լիազորությունից ինչպես վարվել տվյալ իրավիճակում եւ եթե դա ձեզ չի բավարարել, դա չի շակում, որ մենք լիազորությունը սխալ ենք իրացրել։ Շատ լավ, այսինքն օրենքը ըստ ձեզ տալիս է այդ հայեցողությունը, երբ որ ունեք կոնկրետ դեպքեր իրավախախտման վերաբերյալ, հարուցել կամ չհարուցել վարչական վարույթ։ Մենք ունեցել ենք դիմումներ, մենք չենք ունեցել դեպքեր, մենք ունեցել ենք դիմումներ եւ դիմումներին տվել ենք ընթացք։ Այսինքն համարում եք, որ տվյալ դիմումով, երբ որ փաստագրված մարդկանց անուն ազգանուններով, լուսանկարներով, պաշտոններով, դեպքի ժամով, օրով եւ տեղով ներկայացված ա եղել, դուք չեք ունեցել համապատասխան դեպք։ Մենք ունեցել ենք դիմում, տվել ենք դիմումին ընթացք։ Լավ, ես բավարարված եմ։ Խնդրում եմ ասացեք վերստուգիչ, վերահսկիչ ծառայությունը ունի արդյոք աուդիտ իրականացնելով որակավորված մասնագետներ։ Այսինքն այդ մասնագետները, ովքեր այդ ծառայությունում աշխատում են, համապատասխան որակավորում ունեն, թե ոչ։ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավարին եւ քաղծառայողներին նման պարտադիր պահանջ կարծեմ ներկայացված չի, բայց կանք պաշտոնի անձնագիրը միանք անգամ էլ եւս։ Շնորհակալություն։ Այդ դեպքում ինչ մեթոդաբանությամբ են եւ ինչ գիտելիքով են առաջնորդվում այդ ծառայության աշխատակիցները, երբ որ ստուգում են կուսակցությունների ներկայացված հաշվետվությունները։ Համապատասխան գիտելիքներով, որը իրենց ներկայացված է եւ ունեն։ Այսինքն որոշակի իրավական նորմերով սահմանված մեթոդաբանություն չունեն։ Քաղծառայողներ են հանդիսանում երկուսը։ Շատ լավ։ Որևէ վիճակագրություն ունեք, թե վերստուգիչ վերահսկիչ ծառայությունը ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ ինչ օրինակ որևէ կասկածներ ունեցել է կամ այդ կասկածների առնչությամբ որևէ գործողություն կատարել է, օրինակ հարցումներ ուղարկի, բարձաբանումներ պահանջի։ Ունենք վերահսկիչ վերստուգիչ ծառայության եզրակացությունները, որը ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Եթե ձեզ շատ մանրակրկիտ դա հետաքրքրում է, եթե բարձր դատարանը հարմար գտնի, որ պետք է դա ներկայացնել, կասենք, որ վերահսկիչ ծառայությունը դրա վերաբերյալ տեղեկանք ներկայացնի։ Այսինքն կարող ենք եզրակացություն անել, որ որևէ հարցում, որևէ կասկած չի առաջացել որևէ հաշվետվության վերաբերյալ։ Ես արդեն հնչեցրեցի այն, չեմ կարող իրանց տեղը ենթադրություններ անել։ Շատ լավ։ Ուղղակի լրացնեմ, տեսեք, ինչ է նշանակում կասկած։ Թերություններ բոլոր կուսակցությունների մոտ, այդ թվում նաև ձեր կուսակցության բոլորի մոտ անընդհատ թերություններ են եւ վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավարը անընդհատ կապի մեջ լինելով բոլոր թերությունները, երբ որ հարցեր են, երբ որ չճշտված որևէ հարցեր են, երբ որ որևէ փաստաթուղթ է, որևէ փոխանցման կամ հիմք է պակասում, ինքը տեղեկացնում է եւ դա ստանում է։ Այսինքն, եթե չստանա, նոր միայն դրանից հետո պիտի արձանագրվի, որ ինքը ունի, չգիտեմ, կասկած կամ խնդիր։ Ես ըստ իրենց հաշվետվության մի բան եմ ինձ համար ակնհայտ, որ բոլոր կուսակցությունները իրենցից պահանջվող փաստաթղթերը ներկայացրել են։ Շնորհակալություն։ Պատասխանողը իր դիրքորոշման մեջ նշեց, որ վերստուգիչ վերահսկիչ ծառայությունը իր եզրակացությունները կատարելիս, մասնավորապես անշարժ գույքերի շուկայական արժեքի վերաբերյալ, առաջնորդվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտով։ Որևէ մեկը ուղղորդել է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստորաբաժանումը առաջնորդվի այդ նորմատիվ իրավական ակտով։ Ոչ թե վերահսկիչ վերստուգիչ ծառայությունն է դրանով առաջնորդվել, այլ քաղաքական ուժը, որը պետք է ներկայացներ անհատույց օգտագործման տրամադրված գույքի վերաբերյալ իր հաշվետվությունը եւ պահանջվող տեղեկատվությունը, հիմք ընդունելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան որոշումը իր հաշվարկը այդ կերպ է ներկայացրել, երբ որ ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ վերստուգիչ ծառայությանը, վերջինս այո հարցադրում երևի արած կլինի, որտեղ էական տարբերություն կար։ Իդեպ ասեմ, որ դա միակ քաղաքական ուժը չի եղել, ես իմ խոսքի մեջ անցած անգամ էլ ասեմ։ Ճշտող հարց տամ, կենտրոնական ընտրական հանձնաժողովից
այդ թվում վերահսկիչ ծառայությունից որևէ մեկը ի սկզբանե խորհուրդ տվել է ուղղորդել է կուսակցություններին, որ կարող են առաջնորդվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այդ նորմատիվով։ Ես ինքս բացառում եմ, որ նման բան ունի, որովհետև դուք մի էսպային անուղղակիորեն մեղադրեցիք վերահսկիչ վերստուգիչ ծառայության աշխատողներին։ Ինչ վերադրեցինք։ Որ ուղղորդել, չգիտեմ, խորհուրդ տալ։ Ուղղորդելը վատ բան չէ, խորհուրդ տվել, որ այդպես վարվեն։ Ես հիմի կասեմ ձեզ այն ինչ եղել է բարձր դատարանի համար, որովհետև ես ենթադրում եմ այս հարցու պատասխանը ոչ թե մենք ուղղակի այսպես հաճելիորեն զրուցում ենք, այլ այս ամենը տեղանում բարձր դատարանի համար։ Իսկ սկզբանե դրա համար եղել։ Ահա։ Կուսակցություններից երկուսը իրենց անհատույց գույքի հաշվարկման կարգը ներկայացրել են, այսպես ասած, առանձին կարգով։ Վերահսկիչ վերստուգիչ ծառայությունը տեսնելով այդ թվաբանությունը, բնականաբար հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված նման մեթոդաբանությունը։ Ըստ էության, տվյալ դեպքում կուսակցությունները շատ իրավաչափ պատասխան են տվել, որ այդ նույն մեթոդաբանությամբ իրենք ամեն տարի ներկայացնում են իրենց հաշվետվությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այսինքն իրենք ըստ էության օգտագործում են այն մեթոդաբանությունը, որը իրենցից պահանջում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ այդ մեթոդաբանությամբ նաեւ իրենք ներկայացրել են ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովն է առաջարկել այդ եղանակով, այլ կուսակցությունները իրենք են որոշել այդ եղանակով ներկայացնել եւ դա ընդունվել է, շնորհակալություն։ Եվ երևի վերջին հարցը կենտրոնական ընտրական հանձնաժողովն իմ կողմից, նաև քանի որ դիրքորոշում եք հայտնել, թե ինչու չեք նախաձեռնել համապատասխան գործողություններ ատելության խոսքի գնահատման տիրույթում, խնդրում եմ մի հարցի ընդհանրապես պատասխանել, ըստ ԿԸՀ դիրքորոշման ատելության խոսքի գնահատման տիրույթում տարբերություն կա, այդ խոսքը հնչում է պետական պաշտոնյայի կողմից, թե ոչ պետական պաշտոնյայի կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատականը պարփակված է 258 որոշման մեջ։